Ես այսօր ունեմ սրտումս մի պատգամ, որ վստահ եմ քեզ կքաջալերի եւ կզորացնի եւ այսպես եմ անվանել իմ այսօրվա խոսքը ինչ ես տեսնում եւ ինչ ես լսում։ Եվ խոսելու եմ հավատքի մասին, շատ շեշտը կդնենք այսօր հավատքի վրա, որովհետեւ ես հավատում եմ, ես կարծում եմ եւ հավատում եմ այդպես, որ եկեղեցին ունի կարիք ավելի ընդհանուր եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, Քրիստոսի մարմին, Աստծո ժողովուրդը ունի կարիք սովորելու հավատալ։ Ամեն։ Գիտես, մենք շատ բաներ սովորում ենք Աստծո խոսքից, մենք շատ բաներ գիտենք։ Մենք գիտենք հրեշտակների անուններն ենք սովորել, քանի երկինք կա սովորել ենք, գիտես, շատ բաներ ենք սովորել Աստծո խոսքից, գիտենք եւ սա շատ լավ է, բայց եկեղեցին առավել քան երբեք կարիք ունի սովորելու հավատալ, հավատքով ապրել, հավատքով շարժվել։ Հիսուսի գլխավոր նպատակներից մեկը, երբ որ նա երկրի վրա էր 3.5 տարի իր ծառայության ընթացքում, Հիսուսը շեշտը դրեց, ամենայն կարևոր շեշտը դրեց հավատքի վրա, սիրելիներ։ Հիսուսն ուզում էր սովորացնել մեզ ապրել, քայլել, շարժվել, մտածել, գործել եւ խոսել հավատքով, որտեղ մենք կանչված ենք հավատքի ժողովուրդ լինելու։ Պողոս առաքյալը ասում է, մենք հետ քաշվողներից չենք, այլ հավատքիցն ենք։ Գիտես, հավատքը մի զորավոր պարգև է, որ Աստված տվել է ինձ ու քեզ։ Եվ Տերն ուզում է, որպեսզի մենք հավատքով ապրենք երկրի վրա, իր ներկայության մեջ, իր խոսքի մեջ հավատքով շարժվենք, սիրելիներս։ Ես ասացի, որ ուզում եմ այսօր խոսանք այս թեմայով, ինչ ես տեսնում եւ ինչ ես լսում, որովհետեւ հավատքը, այո, դա եւ տեսողություն է եւ լսողություն է։ Մեր ամենամեծ թշնամին կամ թշնամիներից մեկը դա տեսանելի աշխարհն է, դա երևացող բաներն են։ Գիտես, հավատքի ամենամեծ թշնամին դա երևացող բաներն են, տեսանելի բաներն են։ Եվ մենք կանչված ենք հավատքով քայլելու եւ հավատքով առաջնորդվելու, եւ շատ ժամանակ այն ինչին, որ մենք կանչված ենք հավատալու, այն ինչը, որ մենք կանչված ենք տեսնելու կամ լսելու, դա տեսանելիի մեջ դեռ չկա։ Եվ սա ոչ թե, գիտես, մենք մեզ պետք է ոգեշնչենք, հա, սա ոգեշնչման ինչ-որ արդյունք չի, սիրելիներս։ Աստված մեզ սովորացնում է հավատալ, որովհետև չերևացող բաները նույնքան իրական են, որքան որ երևացող բաները։ Հոգևոր բաները, անտեսանելի բաները նույնքան իրական են, որքան որ ֆիզիկական, նյութական երևացող բաները։ Եվ ես կասեմ ավելին քան իրական են, որտեղ Աստծո խոսքը ասում է երևացողները ընդամենը ժամանակավոր են, բայց չերևացող բաները հավիտենական են, այսինքն չերևացողները ավելի հաստատուն են, ավելի ռեալ են, ավելի իրական են, քան երևացողները։ Մեր մարտահրավերը այսօր, որպես Աստծո ժողովուրդ, Աստծո եկեղեցի, Աստծո որդիներ, սա է, որ մեր հավատքը ավելի բարձր լինի, քան թե երևույթը։ Այն ինչ որ Աստված այսօր մեզանից սպասում է, սիրելիս, սա է, որ մեր հավատքը ավելի բարձր լինի, քան երևույթը։ Ես մեկ պատկերացնում եմ, երբեմն այդ կենթանական աշխարհով, հա, մենք տեսնում ենք ինչ-որ բաներ, օրինակ, երբ որ առյուծը իր ձագերին սովորացնում է որս անել առաջին անգամ կամ առաջին անգամները, գիտես, այդ մեծ առյուծը տարածքում ուղակի ինքը հսկում է, այդ իրավիճակը վերահսկում է եւ ձագին ուղակի սենց ոնց որ կողքից քաջալերի, ասում է գնա, դու կարաս, դու կհասնես, դու կհաջողվես, քո մոտ կստացվի դա։ Եվ գիտես, ամեն բան իր մոր, հա, վերահսկողության տակ է։ Եվ ես
այս պատկերով երբեմն պատկերացնում եմ, ինչպես Աստված ինքն է մեզ ասում, սիրելիներս։ Աստծո փափագն է, որպեսզի մենք երկրի վրա հավատքով ապրենք եւ հավատանք այն խոստումները, այն ծրագրերը, այն խորհուրդները, որ Աստված մեզ համար ունի պատրաստած։ Եվ Տերը ուզում է ճիշտ այդ առյուծի նման մեզ սովորացնի, ինքը մեզ հետ է, մեր կողքն է, եւ մեր ականջին կարծես Աստծո հոգին շշնջում է, հավատա այդպես, մտածի այդպես, տես այդպես, լսի այն ինչ որ ես քեզ ասում եմ, ականջդ ուղղիր իմ ձայնին, իմ խոսքին եւ իրական համարի այն ինչ որ ես քեզ ասում եմ, քո մոտ կստացվի, մի նայի երևույթին, մի լսի երևույթի ձայնը, մի նայի տեսանելի բաներին, այլ շարունակի հավատալ ինձ, որտեվ ես քեզ հետ եմ, որտեվ ես ամենակարող եմ, որտեվ ես ունեմ զորություն եւ կարողություն քո թշնամիներին. Եվ թշնամիները մարդիկ չեն, մենք հասկանում ենք, քո թշնամիներին ջախջախելու։ Ամեն։ Հալելույա։ Գիտես, աշխարհը չարի իշխանության տակ է, մենք գիտենք, Աստվածաշունչը ասում է, այս օդի իշխանը կամ այս աշխարհի Աստվածը եւ այդ խոսքերը ուղղելով սատանային, հա, չարին։ Եվ մենք գիտենք, որ աշխարհը չարի իշխանության տակ է, բայց այստեղ մի կարևոր փակագիծ եմ ուզում ասեմ, նախքան որ առաջ կգնանք։ Երբ որ ասում ենք աշխարհը չարի իշխանության տակ է, խավարի իշխանության տակ է, կամ այս աշխարհի Աստվածն է, սատանան, մենք այդ թվի մեջ չկանք, սիրելիներ, որպես Աստծո ժողովուրդ, որպես Աստծո որդիներ, այո, սատանան ունի իշխանություն երկրի վրա, աշխարհի վրա, բայց ոչ Աստծո որդիների վրա։ Այսինքն մենք այդ թվում չենք, որովհետև նրանք, ովքեր որ հավատացին, իշխանություն տրվեց նրանց։ Հիսուսն ասեց, ես ձեզ իշխանություն եմ տալիս օձերի եւ կարիճների վրա կող կրտելու եւ սատանայի ողջ զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Հալելույա։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ու ասում ենք աշխարհը սատանայի իշխանության տակ է, խավարի մեջ է եւ այլ, մենք այդ թվում չկանք, որովհետև մեր կարգավիճակը, ստատուսը լրիվ ուրիշ է։ Ամեն, մենք թագավորության որդիներն ենք, ոչ թե այս աշխարհի։ Հիսուսն ասեց, դուք այս աշխարհի մեջ եք, բայց աշխարհինը չեք, աշխարհից չեք, այսինքն դուք թագավորության որդիներ եք, որոնք որ բնակվում են երկրի վրա, եւ այո, ինչ որ չափով թշնամին ունի իշխանություն, ունի ուժ երկրի վրա, բայց ոչ Աստծո ժողովրդի վրա։ Ամեն։ Եվ այստեղ նույնպես շատ կարևոր է քո հավատքը։ Ինչպես որ դու հավատաս, այտենց էլ քո կյանքում կլինի տեղի կունենա։ Ինչպես որ դու հավատաս, այտենց էլ կառաջնորդվես, այտենց էլ կապրես, այտենց էլ դու քեզ կտեսնես։ Հալելույա։ Եվ տեսեք, քանի որ չարը ունի իշխանություն երկրի վրա, ամեն դեպքում, ինչ է անում, աշխարհի երևացող բաները միշտ կարծես բացասականն են մեզ մատուցում։ Աշխարհը իր երևույթներով, իրավիճակներով, տարբեր միջոցներով մեզ միշտ բացասականն է, հաճախակի կամ ավելի շատ բացասականն է մեզ մատուցում։ Եվ սրանից նույնպես մենք հասկանում ենք, որ այո, այս աշխարհի մեջ չարը ունի որոշակի իշխանություն։ Եվ երևույթով նա փորձում է մեզ կարծես թուլացնի, վնասի, տրամադրությունը գցի, մեր հավատքը թուլացնի, մեր հավատքը գողանա, հա? Այսինքն երևացող բաներով, որ երբեմն մեզ շրջապատում են։ Միգուցե մարդկանց միջոցով, մարդկանցից ենք ստանում այդ բաներ, միգուցե մեր իրավիճակների մեջ, հա, ինչ որ կարիքներ ենք ունենում կամ ինչ որ դժվարություններով ենք անցնում, տարբեր բաների ենք բախվում, որ աշխարհը կարծես մեզ մատուցում է։ Եվ հաճախակի այդ մատուցած բաների մեջ, եթե կշեռքի վրա դնենք, միգուցե ավելի շատ բաները բացասական են լինում, քան դրական։ Բայց այս ամեն ինչի մեջ, սիրելիս, մենք հասկանում ենք, որ հավատքը
հավատքը, երբ որ դու հավատքով լցված ես, հավատքը միշտ դրականն է տեսնում։ Ես այսօր կբերեմ, մենք կտեսնենք մի քանի օրինակներ Աստվածաշնչից ու կհասկանանք, որ որքան էլ աշխարհը ինքը բացասականը ուզում է մատուցի մեր առջև, բերի խցկի մեր կյանքերի մեջ, կամ մեր կյանքերի վրա այսպես փաթաթի ու կապի բացասականի հետ մեզ, մենք գիտենք, որ հավատքը, իր էությամբ հավատքը, այդ երևույթը ինքը միշտ դրական է տեսնում եւ ինքը միշտ դրականին հասնում է։ Ու մենք կտեսնենք սա Աստվածաշնչի մեջ։ Տեսեք, չարը ինքը միշտ փորձում է մեր աչքերին ու ականջներին, այսինքն մեր աչքերն ու ականջները պահել կենտրոնացնել երևույթի վրա։ Երբ որ նրան հաջողվում է մեր աչքերն ու ականջները կենտրոնացնել երևույթի վրա, ստեղ մենք պարտություններ ենք ունենում։ Ստեղ մենք հետ նահանջ ենք ունենում, սիրելիներ։ Որովհետև նրա զենքը, սատանայի զենքը երևացող բաներն են։ Իր իշխանությունը երևացող բաների վրա է։ Եվ դրա համար ինքը երևացող բաները ուզում է դնի քո կյանքի կենտրոնում եւ երևացող բաներով, քո աչքերն ու ականջները կենտրոնացնելով երևացողների վրա, քո մեջ բերի տարբեր բացասական իրավիճակներ քո ներսում, բացասական զգացողություններ, քո մեջ բերի վախ, քո մեջ բերի տխրություն, քո մեջ բերի անհուսություն, քո մեջ բերի ստրեսներ, դեպրեսիաներ, նման բաներ, որովհետև դու կենտրոնանում ես, նա բերում է քո աչքերի առաջ ինչ որ երևույթներ, իրավիճակներ, պատկերներ, եւ այդ պատկերները նույնպես սկսում են խոսալ քեզ հետ։ Մենք գիտենք, որ իրավիճակները խոսում են։ Ամեն, երևացող բաները խոսում են, սիրելիներս։ Երևացող բաները ոչ թե միայն երևում են, այլ նրանք ձայն ունեն, նրանք խոսում են նույնպես մեզ հետ, բայց ոչ ճիշտ բաներ։ Բայց չերևացող բաներն էլ նույնպես ձայն ունեն եւ նրանք էլ են խոսում մեզ հետ։ Եկեք կարդանք միտեղ Ավետարանից Հովանեսի ավետարանը 5-րդ գլուխ 19-րդ խոսքը Հովանես 5:19 Հիսուսի խոսքերն է, եկեք տեսնենք Հիսուսը ոնց էր շարժվում երկրի վրա, լինելով մարմնի մեջ, լինելով կատարյալ մարդ, ոնց էր Հիսուսը առաջնորդվում, ինչ սկզբունքներ ուներ։ Հովանես 5:19 Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրանից կարող չի ոչինչ անել, թե որ չտեսնի հորը անելիս, ինչ չանի, չտեսնի, ում, հորը։ Հիսուսը ասում է, ես անում եմ այն, ինչ որ տեսնում եմ հորը անելիս, որովհետև ինչ որ նա անում է, հենց որդին էլ այն բանը նրա նման է անում։ Հիսուսն ասում էր, ես տեսնում եմ հորը, իմ աչքերը կենտրոնացած են հոր վրա, եւ այն ինչ որ հայրը անում է, ես ճիշտ նույն բանն եմ անում երկրի վրա։ Այսինքն ինչ որ հայրը ինձ ցույց է տալիս, ես դա եմ ընդունում երկրի վրա։ Այն պատկերը, որ հայրը ինձ ցույց է տալիս իմ կյանքի մեջ, իմ իրավիճակների մեջ, ես դա եմ ընդունում իմ կյանքում։ Ես չեմ ընդունում այն, ինչ որ երևույթներն են ինձ ցույց տալիս։ Չեմ ընդունում այն, ինչ որ իրավիճակներն են ինձ ցույց տալիս կամ մարդիկ են ինձ ցույց տալիս։ Ես ընդունում եմ այն, ինչ որ հայրն է ինձ ցույց տալիս։ Իմ աչքերը հոր վրա են ուղված։ Եվ նույն գլխի 30 խոսքում կարանք կարդանք շարունակության մեջ 5:30-ը այսպես ասում. ես ինձանից չեմ կարող նորից ոչինչ անել, ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, եւ իմ դատաստանը արդար է, որտեվ իմ կամքը չեմ ոնում, այլ ինձ ուղարկող հոր կամքը։ Հիսուսն ասում է, ինչպես որ լսում եմ, այնպես եմ, այստեղ դատել բառը նկատի ունի, այդպես եմ տրամաբանում, այդպես եմ մտածում, այդպես եմ իրավիճակները դատում, ոչ թե մարդկանց դատելու մասին է խոսում, ոչ թե Աստծո դատաստանի, այլ ուզում է ասի,
ինչ որ լսում եմ, այդպես եմ դատում իրավիճակները, այդպես եմ առաջնորդվում, հա? Մենք տեսնում ենք երկու տեղերում, Հիսուսն ասում է, ես տեսնում եմ հորը և ես լսում եմ հորը, իմ աչքերը և ականջները ոչ թե երկրի վրա կատարվող բաների վրա է կենտրոնացած ու ուղղված, ոչ թե երևացող բաներն են ինձ կառավարում ու առաջնորդում, այլ հայրը, ես հորը տեսնում եմ և հորից լսում եմ։ Եվ նույնպես 8-րդ գլխում էլ կա Հիսուսը խոսում է մոտավորապես նույն բանը, մենք ուղղակի ժամանակի առումով չենք կարդա։ Եվ եկեք մի ուրիշ տեղ կարդանք Փիլիպպեցիս թղթում, Փիլիպպեցիս 1:15, Փիլիպպեցիս 1:15, գիտեք, որ Փիլիպպեցիս թուղթը Պողոս առաքյալը գրում էր բանտից, երբ որ դժվարության, ցավերի, նեղության մեջ էր, մարդկայնորեն միգուցե անհուսության մեջ էր, որովհետև ավետարանի քարոզչության և հավատքի համար նրան բանտարկել էին։ Եվ տեսեք 15-րդ խոսքից Պողոս առաքյալը գրում է այս խոսքերը. Ոմանք նախանձով և հակառակության պատճառով և ոմանք էլ բարեհոժար մտքով քարոզում են Քրիստոսին և ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին և ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերեն, իսկ ոմանք սիրուց, գիտենալով, որ ավետարանի ջատագովության համար կանգնած եմ, բայց ինչ կերպով էլ որ լինի, թե պատճառանքով, թե ճշմարտությունով, Քրիստոսն է քարոզվում և սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ։ Ինչքան հրաշալի է Պողոսի մտածելակերպը, սիրելիներ։ Նա գտնվում է բանտում և լսում է իրան լուր է հասնում, որ ոմանք առիթից օգտվում են, որովհետև Պողոսը մեծ օծյալ էր և Աստված զորավոր ձևով էր գործում, և ոմանց ծառայությունը միգուցե չակերտավոր, կեղծավոր ծառայությունը չէր երևում Պողոսի ծառայության կողքը, բայց հիմա ունեին այսպես լավ հարմար առիթ, քանի որ Պողոսը բանտարկված էր և ուզում էին իրենց անձերը ցույց տալ, երևացնել ավետարանը քարոզելու միջոցով։ Եվ Պողոսը լսում է ու ասում է, թեկուզ ասում է նախանձից են անում, թեկուզ ինձ ասենց վնասելու համար են անում, փորձում են իբր թե ինձ վնասեն դրանով, ոնց որ հայերեն ասած մանթոքցեն ինձ, հա, բայց ասում է կապ չունի, ասում է, ինչ պատճառով էլ որ անեն, կարևորը որ ավետարանը քարոզվում է, թեկուզ իրանք կեղծավոր ձևով քարոզեն, բայց կարևորը որ ավետարանը քարոզվում է և մարդիկ լսում են ու ապաշխարում են։ Ինչքան հրաշալի է Պողոսի տեսողությունը, սիրելիս։ Նա տեսնում է մարդկանց վատ արարքը, բացասական արարքը իր հանդեպ, բայց այդ վատի մեջ ինքը տեսնում է մի լավ բան։ Այդ վատի մեջ ինքը ավելի բարձր մի բան է տեսնում։ Այսինքն ստեղ ոչ թե ինքը նայում է երևույթին, տրամադրվում, չարանում, հա, կարար սենց ինչ-որ չարանար, բարկանար, ջղայնանար, հեսա տեսեք, կհելնեմ, ես ցույց կտամ ձեզ, ես սենց կանեմ, նենց կանեմ, բայց Պողոսը տեսնում ենք, այդ ամբողջ երևացող, կատարվող բաների մեջ ավելի բարձր, ավելի վեհ մի բան է տեսնում Պողոսը։ Մարդիկ ապաշխարում են։ Քրիստոսի անունը քարոզվում է։ Ինչքան հրաշալի է և եթե Պողոսը հավատքով լցված մարդ չլիներ, սիրելիս, հավատքը ես ասեցի միշտ դրականն է տեսնում։ Բացասական երևույթի մեջ հավատքը քեզ դրական բաներ ցույց կտա։ Եվ շատ կարևոր է ինչ ենք մենք տեսնում կամ ինչպես ենք մենք տեսնում։ Երբ որ մենք թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին մեզ լցնի հավատքով, անգամ բացասական իրավիճակների մեջ մենք կսկսենք դրական բաներ տեսնել։ Բայց երբ որ հավատքը մեր
թույլ ենք տալիս թշնամին գողանա, թուլացնի, մեզանից կարծես առանձնացնի, վերցնի, մենք սկսենք բացասականի մեջ ավելի խորը բացասական տեսնել։ Հա, միգուցե այսքան բացասական երևույթ կգա քո առաջ, բայց դու այսքան կտեսնես։ Դու ավելի մեծ կտեսնես դրան։ Ավելի խորը, ավելի շատ բաներ կտեսնես դրա մեջ։ Սիրելիս, հավատքը շատ կարևոր է, հավատքը հույս է տալիս, հավատքը ուրախությունով է քեզ լցնում, հավատքը խաղաղությունով է քեզ լցնում։ Հալելույա։ Երբ որ սկսում ես քո կնոջ, քո ամուսնու բացասական կողմերը միայն նկատել, իմացի, որ հավատքիդ հետ մի բան են չի։ Հա, երբ որ կամ ընդհանրապես, երբ որ մարդկանց բացասականն ենք սկսում ավելի շատ նկատել ու տեսնել, նորից հավատքի հետ մի բան են չի։ Երբ որ եկեղեցում ենք սկսում ավելի շատ բացասական բաներ նկատել, ուրեմն նորից հավատքի հետ մի բան են չի։ Ուրեմն թշնամին վնասել է հավատքդ, թուլացրել է հավատքդ։ Հավատքի աչքերով տես, սիրելիս, ցանկացած բացասականի մեջ կտեսնես դրական բան։ Ցանկացած բացասականի մեջ Աստված քեզ լավ բան կխոսա։ Ամեն։ Ցանկացած բացասական իրավիճակների մեջ միգուցե կարիքների մեջ կլինես, միգուցե, չգիտեմ, անելանելի իրավիճակների մեջ, փակուղիների մեջ կլինես։ Հավատքով առաջ գնա, հավատքով տես, հավատքով լսի Աստծո ձայնը։ Մի օր Աստված Եղիսե մարգարեին տարավ մի դաշտ տեսիլքով, չգիտեմ տեսիլքով էր, միգուցե հափշտակվել էր, բայց տարավ մի դաշտ և այնտեղ ասում է չորացած ոսկորներ ցույց տվեց։ Բազմաթիվ ոսկորներ, որոնք որ մարդկանց, մահացած մարդկանց ոսկորներ էին, և Աստված հարց է տալիս Եղիսեին և ասում է, ինչ ես տեսնում այստեղ։ Գիտես, սա ուղղակի սենց պարզ հարց չէր, գիտես, Աստծո հարցերը շատ ժամանակ շատ պարզ են լինում, բայց միևնույն ժամանակ շատ խորն են լինում։ Երբ որ Աստված մեզ հարցեր է տալիս, շատ պարզ հարցեր է տալիս, բայց դրա մեջ մեծ խորություն կա։ Երբ որ Եդեմում Աստված եկավ ու ասեց Ադամ ուր ես, շատ պարզ և մանկական հարց էր, չէ, բայց դրա մեջ մեծ խորություն կար։ Երբ որ Աստված Եղիսեին տալիս է հանում է տեսիլքով ու ցույց է տալիս մահացած ոսկորների այդ դաշտը ու նրան հարցնում է ինչ ես տեսնում, շատ պարզ ու տրամաբանական հարց է, կամ ոչ տրամաբանական միգուցե, հա, ինչ պիտի տենամ, թե ոսկորներ եմ լիքը տեսնում։ Բայց Աստված ուզում է Եղիսեի տեսողությունը փոխի։ Աստված ուզում է սովորեցնի, որ տես մի բան երևույթի մեջ, բայց քո հոգու աչքերով, քո սրտի աչքերով տես ուրիշ բան։ Երևույթով կարող ես շատ բաներ տեսնել, բայց Աստված ուզում է, որ քո ներսի աչքերով տեսնես ոչ թե այն ինչ որ ֆիզիկականով ես տեսնում, այլ տեսնես այն ինչ որ Աստված ինքն է ուզում որ տեսնես։ Եվ շատ հաճախակի այն ինչ որ ֆիզիկական աչքերով դու տեսնում ես, Աստված ճիշտ դրա հակառակն է ուզում քեզ տեսնել տա սիրելիս։ Ամեն։ Եվ միշտ Աստված ուզում է սովորացնի մեզ, որպեսզի մենք հավատքի աչքերով նայենք։ Աստված եկավ Աբրահամին ասեց բազմության հայր կդառնաս, այն ժամանակ, երբ որ Աբրահամը ծեր էր, որդի զավակ ունենալու հնարավորություն չուներ, մեկ որդի էլ չուներ գոնե։ Բայց Տերը գալիս և ասում է դու բազմության հայր ես դառնալու, քեզանից ազգեր են ծնվելու։ Հասկանում ես, Աստված ուզում է փոխի իմ և քո տեսողությունը, որովհետև սատանան օգտվում է երևույթից, քանի որ ինքը իշխանություն ունի երևույթի վրա, ինքը օգտվում է երևույթից, որպեսզի քո
իմ հավատքը սպանի գողանա։ Եվ Աստված տանում է Եղիսեին ու ասում է, ինչ ես տեսնում, Տեր մեռած ոսկորներ։ Աստված ասում է, ոչ, դու խոսա, որպեսզի ոսկորները կենթանանան։ Եվ այսպես աստիճանաբար, երբ որ կարդում ենք այդ տեղը, մենք տեսնում ենք Աստված աստիճանաբար սենց կարծես բարձրացնում է Եղիսեի հավատքը, սենց քիչ-քիչ, էտապ բարձրացնում է Եղիսեի հավատքը։ Ասում է խոսա, թող ոսկորները գան կպնեն իրար։ Եվ Եղիսեն մարգարեանում է, հետո ասում է խոսա, որ այդ մկանները, ջիղերը, մաշկը, այդ ամեն ինչը գա ու նորից վերականգնվի։ Եղիսեն նորից խոսում է, գալի վերականգնվում է։ Հետո ասում է հիմա խոսա, որ այս մարմինները արդեն կենթանանան եւ կենթանի շունչ գա նրանց մեջ։ Եղիսեն նորից խոսում է եւ կենթանի շունչը Աստված փչում եւ ասում է այդ բոլոր մարմինները կենթանացան եւ մեծ բանակ եղավ։ Մենք տեսնում ենք ինչպես Աստված աստիճանաբար կարծես փոխում էր Եղիսեի տեսողությունը, բժշկում էր իր մեռած հավատքը։ Հա, եւ Տերը ուզում է սիրելիներս նույնը մեր կյանքերի մեջ անի։ Այո, միգուցե մեռել հարություն տալու հավատք դեռ չունես, բայց կա բաներ, որի մեջ որ Աստված ուզում է քեզ քո հավատքը մի քայլ ավելի բարձրացնի, մի էտապ ավելի բարձրացնի, որ դու երևույթից բացի սկսես հոգևոր իրականությունները նույնպես տեսնել, որ դու չքայլես երևույթով, այլ հավատքով, ամեն, չառաջնորդվես այն ինչ որ քո տեսանելի աչքերդ, ես ուզում եմ ասեմ, շատ ժամանակ քեզ խաբում են, քեզ մոլորեցնում են, ինչքան էլ լավ տեսնում ես, եթե անգամ ագնոցի կարիք չունես, սիրելիս, միևնույն է, տեսանելի աչքերդ քեզ շատ ժամանակ խաբում են։ Աստված ուզում է բժշկի մեր տեսողությունը։ Հիշում եք Հիսուսը նույնպես մի օր եկավ եւ թզենու ծառին խոսաց եւ ասեց, մոտեցավ, որպեսի պտուղ ուտի, պտուղ չկար թզենու վրա։ Եվ խոսաց, ասեց, այլևս քեզանից էլ ոչ ոք թող պտուղ չուտի։ Մյուս օրը, երբ որ անցնում էին այդտեղով, այդ նույն ճանապարհով, աշակերտները նկատեցին, զարմացան, ասցին, Տեր, հլարի, այն որ երեք այդ թզենուն դու խոսացիր, արմատից սկսած չորացել է։ Եվ իհարկե Հիսուսին համար դա զարմանալի մի բան չէր, որտեվ Հիսուսը դիտմամբ էր դա արել, որպեսզի բան սովորացներ, տեսողությունդ փոխի սիրելիս։ Հալելույա։ Եկեք Ղուկասի ավետարանում կարդանք մի ուրիշ տեղ, Ղուկաս 8-րդ գլուխ, Ղուկաս 8:49 Հալելույա։ Ես հավատում եմ, որ Աստված այստեղ շատերիս հավատքը բարձրացնում է եւ Տերը ուղղակի հավատքի հոգի է արձակում ամեն մեկիս վրա, իր ժողովրդի վրա։ Հալելույա։ Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 49 խոսք։ Գիտեք, սա այն դեպքն է, երբ որ Հայրոս անունով մեկը, ում աղջիկը որ հիվանդ էր, մահամերձ, ծանր հիվանդ էր, եկավ եւ Հիսուսին աղաչեց, խնդրեց, որպեսզի գնա եւ իր աղջկան բժշկի։ Երբ որ Հիսուսը գնում էր ճանապարհին մի ուրիշ այսպես իրավիճակ ստեղծվեց, որտեղ են արունահոսող կինը եկավ, կպավ Հիսուսի շորին ու բժշկություն ստացավ ու կարծես Հիսուսի գալը մի քիչ ձգձգվում էր, որտեղ ճանապարհին ինչ որ իրադարձություն տեղի ունեցավ։ Եվ երբ որ Հիսուսը բժշկեց այդ կնոջը արունահոսող եւ նրա հետ խոսաց, քաջալերեց եւ այլ, եւ արդեն պատրաստվում էր շարունակեր ճանապարհը, Հայրոսի տնից եկան մարդիկ եւ ասեցին. «Էլ մի անհանգստացրա տիրոջը, որովհետեւ աղջիկդ մահացավ։ Էլ կարիք չկա որ գա տուն»։ Եվ
Եկեք կարդանք 49 խոսքից։ Եվ նա տակավին խոսելիս Հիսուսը, այսինքն, տակավին խոսելիս ժողովրդապետի տնից մեկը եկավ եւ նրան ասեց, թե աղջիկդ մեռավ, մի աշխատացնի վարդապետին։ Բայց Հիսուսը, երբ որ լսեց նրան, պատասխանեց եւ ասեց. մի վախենա, միայն հավատա եւ կապրի։ Եվ երբ որ շարունակությունը լավ, կարանք չկարդանք պատմությունը, գիտեք շատերը Հիսուսը գնաց եւ ծնողներին վերցրեց առանձին, Հովանեսին, Հակոբոսին, Պետրոսին վերցրեց, մտավ եւ խոսք ասեց եւ աղջիկը կենդանացավ։ Այստեղ ուզում եմ մի ուրիշ բան նորից ուշադրություն դարձնենք։ Մենք խոսում ենք ինչ ես տեսնում եւ ինչ ես լսում, հա, սա այսօրվա մեր թեման է։ Հայրոս անունով այս մարդը կանչում է Հիսուսին, որպիսի գա եւ իր աղջկան բժշկի։ Մի ուրիշ խոսքերով կարանք այսօր մենք ասենք, որ աղոթք է բարձրացնում Տիրոջը, հա։ Մենք տարբեր թեմաների համար, տարբեր խնդիրների համար աղոթում ենք, որպիսի Տերը լուծում տա, Աստված միջամտի, Աստված իր զորությունը, իր փառքը հայտնի մեր խնդիրների, մեր կարիքների եւ տարբեր խնդիրների մեջ։ Եվ այստեղ Հայրոսն էլ Հիսուսին կարծես աղոթել է, կանչել է, սպասում է միջամտությանը, սպասում է պատասխանին եւ մեկ էլ մի ուրիշ մարդ, մի ուրիշ ձայն գալիս է ու նրան ասում է արդեն անհնարին է, արդեն ուշ է, էլ մի անհանգստացրա Հիսուսին։ Աղոթքները դադարեցրու, որովհետեւ արդեն ուշ է։ Արդեն էլ լուծում չկա, մահացած է ամեն բան։ Այս հարցը մահացած է։ Այս խնդրին էլ հարություն չկա, էլ ելք չկա։ Եվ հետարքիր է, չէ, որ գալիս է կողքից այդ ձայնը, մարդիկ գալիս են ասում են թող։ Բայց անմիջապես հետո Հիսուսը կարծես հակահարված պատասխան է տալիս Հայրոցին։ Ինչ է ասում։ Անմիջապես հետո 50-րդ խոսքը, բայց Հիսուսը երբ որ լսեց, նրան պատասխանեց Հայրոսին, այդ աղջկա հորը, եւ ասեց. մի վախենա, միայն հավատա եւ կապրի։ Ինչքան կարևոր է, սիրելիս, ինչ ձայն ենք մենք լսում, կամ ինչ ենք լսում։ Այստեղ գալիս է անհուսության ձայնը, սքի ձայնը, վախի ձայնը, հավատքը կորցնելու ձայնը, բայց անմիջապես հետո Հիսուսը իր ձայնն է բերում, շարունակի հավատալ, շարունակի աղոթել, շարունակի պայքարել, շարունակի հավատքով կանգնել։ Եվ շատ ժամանակ մեր իրավիճակների մեջ նույնպես մենք ինչ որ հարցեր բերում ենք Աստծո առաջ, մենք ինչ որ խնդիրներ, ինչ որ կարիքներ, ինչ որ իրավիճակներ մեր կյանքերից, դժվարություններ բերում ենք Աստծո առաջ եւ սկսում ենք աղոթել, սկսում ենք կանչել Տիրոջ միջամտությունը, Տիրոջ ձեռքը, հա, Տիրոջ հրաշքը սկսում ենք կանչել, բայց լինում է ժամանակ, որ աղոթում ես ինչ որ բանի համար ու ոնց որ ավելի դեպի վատն է գնում։ Ձեր մոտ եղել է տենց բան, թե մենակ իմ մոտ է եղել։ Լինում է։ Հալելույա։ Դուք ինձ հույս եք տալի։ Լինում է, չէ, աղոթում ես եւ սենց սպասում ես, որ հեսա պիտի լավ լինի, սպասում ես, որ պատասխան պիտի ստանաս, սպասում ես Աստծո հրաշքը, փառքը պիտի տեսնես ու կարծես մի հատ ավելի վատ է այդ իրավիճակը գնում։ Ավելի մի հատ վատ բան ես լսում։ Բայց այդ վատի հետ զուգահեռ նույնպես գալիս է Տիրոջ ձայնը, որին շատ ժամանակ մենք այնքան ենք տարվում այդ վատ ձայնով, այնքան ենք տարվում այդ վատ մեր բացասական լսածով կամ տեսածով, որ էլ Հիսուսի այն հաջորդ հակահարված ձայնը մոռանում ենք լսենք։ Ու մեր թևերը թոթափում ենք,
ներքև, հա, ասում ենք, «Վсё, դե իմաստ չունի, էլ իմաստ չունի պայքարել, իմաստ չունի աղոթել»։ Էլ վերջ։ Այնինչ Հիսուսը գալիս է հենց ամենա այդ կրիտիկական պահին ու ասում է շարունակի, շարունակի, շարունակի հավատալ, շարունակի վստահել, շարունակի առաջ գնալ, շարունակի իմ ձայնը լսել, որովհետև հավատքի մեջ երբեք կանգ առնել չկա, սիրելիս։ Հավատքի ձայնը երբեք քեզ չի ասի, այս իրավիճակը չի լուծվելու։ Հավատքի ձայնը միշտ դրական է, երբեք Հիսուսի ձայնի մեջ դու չես տեսնի հուսահատեցնող խոսքեր։ Հալելույա։ Շատ կարևոր է ինչ ենք մենք լսում, ինչ ենք մենք տեսնում, ինչին ենք ուշադրություն դարձնում, ինչի վրա ենք կենտրոնանում։ Ստեղ մի փոքր փագագիծել եմ ուզում ասեմ։ Երբեմն կա իրավիճակներ, որ հենց Տերն է ասում, որ Տերն է ասում բաց թող, Տերն է ասում դադարի, սա ուրիշ հարց է, սիրելիներս։ Տերն է ասում կանգ առ, կամ Տերն է ասում ես այդ դուռը փակել եմ, որպեսզի ուրիշը բացեմ։ Սա ուղղակի փակագիծ եմ որպես ասում։ Բայց ամեն անգամ, եւ իհարկե, երբ որ Տերը խոսում է, քեզ պարզ կլինի։ Հիմա միգուցե ասես ոնց իմանամ, որ Տերը ասել է, երբ որ մենք անկեղծ սրտով գալիս ենք Աստծո առաջ, Աստված անպայման խոսում է մեզ հետ։ Աստված մեզ չի մտցնի պատերազմների մեջ, որոնք որ մերը չեն։ Բայց շատ կարևոր է, որպեսզի դու լսես Տիրոջ ձայնը։ Երբ որ Աստված քեզ չի ասել կանգ առ, սիրելի, շարունակի հավատալ, շարունակի հավատքի աչքերով նայել, տեսնել, շարունակի հավատքի ականջներով լսել Տիրոջ ձայնին։ Ամեն։ Հալելույա։ Մենք կավարտենք շուտով մի քանի րոպեից եւ միասին զորավոր աղոթք ենք բարձրացնելու։ Եկեք կարդանք մի ուրիշ տեղ, Լիանա ջան, խնդրեմ գաս, օգնես։ Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ։ Առաջին Հովհաննես 5-րդ գլուխ։ 4-րդ խոսքը։ Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Ուշադիր ես։ Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Աշխարհը, սիրելիս, երբ որ ասում ենք աշխարհ, միանգամից մտածում ենք մեղքերը, հա, նման բաները, բայց աշխարհը մի ամբողջ սիստեմ է, սատանայի կողմից կառուցված, դա միայն մեղքերը չեն, դա մի ամբողջ համակարգ է, սիստեմ է, մտածելակերպ է, փիլիսոփայություն է, հոգեբանություն է։ Երբ որ Աստված ասում է աշխարհին հաղթեց, նկատի ունի այդ ամբողջությունը։ Եվ աշխարհի սիստեմի մեջ նաև կա այս բանը, որ սատանան աշխարհի սիստեմը կառուցել է այնպես, որ երևացող բաներով գողանա, խփի իմ ու քո հավատքին։ Քանի որ որոշ երևացող բաների վրա ինքը ունի իշխանություն, նա օգտագործում է աշխարհի երևացող բաները, որ ես ասացի, դրանք իրավիճակներն են, դրանք կարան մարդիկ լինեն, որոնք կօգտագործի, դրանք կարան ինչ-որ ձայներ, խոսակցություններ լինեն,
Դրանք կարան մեր կարիքները լինեն, հա, մեր խնդիրները, խնդիրները, տարբեր բաներ, այսինքն սատանան երևացող բաները օգտագործում է, որպեսզի իմ ու քո հավատքը գողանա։ Բայց Աստծո խոսքը ասում է մի ուրիշ բան։ Աստծո խոսքը ասում է, սա է մեր նորից այդ տեղը։ Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Ես ասեցի, որ երևացող բաները ձայն ունեն, նրանք խոսում են մեզ։ Իրավիճակները շատ ժամանակ խոսում են մեզ, որ սրանից ելք չկա, դու տուժելու ես, դու պարտվելու ես, քո մոտ չի ստացվի, դու չես հաղթի այս իրավիճակը, դու դուրս չես գա այս բանից, ամեն կարիքը, որը որ դու ունես, քեզ չի լինի։ Հա, իրավիճակները ձայն ունեն, իրանք խոսում են մեզ հետ։ Երևացող բաները ձայն ունեն, խոսում են մեր հետ։ Բայց չերևացողները նույնպես ձայն ունեն եւ խոսում են մեր հետ, սիրելիներս։ Չերևացող բաները նույնպես մեր հետ խոսում են։ Աստված մեր հոգու ներսում իր Սուրբ Հոգով մեզ հետ խոսում է։ Եվ մենք ունենք հնարավորություն Աստծո ձայնը լսելու մեր ներսից, որովհետև նրա հոգին մեր ներսում է։ Եվ սա այն սկզբունքն էր, որով որ Հիսուսը առաջնորդվում էր, որովհետև Աստված նրան օծել էր նույնպես Սուրբ Հոգով։ Եվ Հիսուսը ասում էր, ես անում եմ այն, ինչ որ Հորը տեսնում եմ անելիս։ Եվ ես խոսում եմ այն, ինչ որ Հորից լսում եմ։ Հիսուսը կենտրոնացած էր իր ողջ կյանքը ապրելակերպը Հոր արածի եւ Հոր ասածի վրա։ Երբ որ Աստված քո հետ խոսում է, ամուր բռնի, երբ որ Աստծո ձայնը գալիս է քո կյանքի մեջ, ամուր բռնի դա սիրելիս, բաց չթողնես ու չնայես, որ իրավիճակները միգուցե դեպի վատն են գնում, չնայես, որ մարդկայնորեն միգուցե լուծում չկա, ելք չկա, փոփոխություն չկա, չնայես դրան, որովհետև եթե Աստծուց խոսք ունես, եւ եթե ամուր բռնես այդ խոսքը, կկատարվի այն, ինչ որ Աստված ասել է, որովհետև Աստծո խոսքը ավելի մեծ զորություն ունի, քան իրավիճակները երևացող, որովհետև ամեն երևացող բաները հնազանդվում են Աստծո խոսքին, բայց այստեղ շատ կարևոր է մեր հավատքը, գիտեք, այնպես չի, որ եթե Աստված մի բան ասեց, դա ինքնստինքյան կատարվելու է, դա կկատարվի այն ժամանակ, երբ որ դու բռնես այդ խոսքը եւ հավատք դնես այդ խոսքի վրա, բայց եթե դու չվերցրեցիր ու չսկսեցիր քեզ վարժեցնել այդ խոսքին հավատալու, դա չի կատարվի, շատ հնարավոր է, որ դա չկատարվի։ Այսինքն, այն ինչ որ Աստված ասում է, դա դեռ չի նշանակում, որ ինքնստինքյան դա կատարվելու է։ Եթե այդպես լիներ, Աստվածաշունչը կարանք դնենք մի կողմ եւ ասենք, այն ինչ որ Աստված ասել է, որոշել է, դա էլ լինելու է։ Ինչի համար է պետք ինձ կարդամ, ինչի համար է պետք աղոթեմ, ինչի համար է ընդհանրապես պետք հավատալ, հա? Բայց մենք գիտենք, որ Աստված ասում է, բայց պետք է հավատալ այդ խոսքին։ Ամեն։ Այո, Աստծո խոսքը ունի կատարյալ զորություն, բայց եթե դու այդ խոսքին չես հավատացել, այդ խոսքը չի կարա կատարվի։ Ինչի համար են այս լույսերը վառվում, որովհետև այնտեղ մի հատ կնոպկա կա, որ մենք գնացել սխմել ենք։ Երբ որ այդ կնոպկեն անջատում ես, այս ամբողջ համակարգի մեջ հոսանքը չի վերանում, հոսանք կա։ Հոսանքը շարունակում է լինել, մնալ։ Հոսանքի զորությունը կա կաբելների մեջ ամեն տեղ։ Բայց եթե դու չսխմես այդ կոճակին, լույսը չես տեսնի։ Եվ նույն ձևով Աստծո խոսքը ունի զորություն,
մեր կյանքերի մեջ բաներ փոխելու, բայց դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք հավատք ենք դնում այդ խոսքի վրա։ Եթե Աստված ասեց, դա դեռ չի նշանակում, որ ինքստինքյան դա այդպես լինելու է։ Ես իմ հեռախոսի մեջ կամ ուրիշ տեղեր ունեմ ձայնագրած, գրած, մարգարեական խոսքեր, որոնք որ Աստծո մարդիկ աղոթքի ժամանակ կամ ուրիշ իրավիճակներում ինձ փոխանցել են։ Ունեմ խոսքեր 5, 6, 7 տարի առաջվա գրված, մարգարեական խոսքեր։ Եվ ժամանակ առ ժամանակ ես բացում եմ, լսում եմ, կարդում եմ այդ խոսքերը, աղոթում եմ այդ խոսքերի շուրջ եւ ես սկսում եմ տեսնել այն ինչ որ մարգարեացել են ինձ համար, այն ինչ որ ասել են Աստծո հոգով ներշնչված եւ բաներ կա որ արդեն տեսնում եմ, բաներ կա որ դեռ process-ի մեջ է։ Գիտեք, մենք շատ սիրում ենք որ մարգարեանան մեզ համար։ Մենք շատ սիրում ենք գանք, աղոթեն մեզ համար եւ մի հատ խոսք ասեն Աստծուց, բայց կարևորը ոչ թե այդ ասելն, այլ դրանից հետո եղած քո գործն է, ինչ ես անում այդ խոսքի հետ, որ քեզ ասում են։ Արդյոք այդ սկզբի 10 րոպեն է, որ դու ոգևորվում ես ու հետո մոռանում ես։ Թե դու վերցնում ես այդ խոսքը եւ սկսում ես աղոթքի թեմա դարձնել քեզ համար։ Տեր են ինչ որ խոսած, այն ինչ որ փոխանցեցիր ինձ, ես ուզում եմ քայլել այդ ուղղությամբ։ Ես ուզում եմ, որ դա հաստատվի իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ իմ տեսանելիի ֆիզիկականի մեջ դա տեղի ունենա։ Գիտես, շատ կարևոր է, որ դու միաբանվես մարգարեական խոսքին, որ դու միաբանվես այն ինչ որ Տերը քո հետ խոսում է, հավատքով վերցնես, ընդունես։ Ամեն։ Գիտեք, նույն ձև Եբրայեցիս թղթում 4-րդ գլխում գրված է եւ ասում է խոսքը գնում է Իսրայելի ժողովրդի համար, որոնք որ դուրս էին եկել Եգիպտոսից ու գնում էին Քանանի երկիր, եւ այնտեղ ասվում է քարոզչության խոսքը ասում է այդ ավետիքի խոսքը նրանց ոչ մի օգուտ չբերեց, որովհետև իրանց ներսում հավատքի հետ չխառնվեց։ Հետարքիր է, չէ, Աստված ասել էր դուրս եկեք, որովհետև ես ձեզ տանում եմ Քանանի երկիր։ Դուրս եկան Աստվածաբանները ասում են 1,5 միլիոն, 2 միլիոն ժողովուրդ էին։ Հետարքիր է, որ այդ 2 միլիոնից քանի հոգի մտան Քանանի երկիր։ 2 հոգի։ Այդ սերունդից 2 հոգի։ Ինչ Աստված սուտեր խոսած է, խաբել էր Տերը։ Բախի Աստծո խոսքը չկատարվեց։ Բախի Աստված ասեց դուրս եկեք ձեզ տանում եմ Քանանի երկիր, բայց սաղ անապատում մեռան։ Ոնց կար Աստծո խոսքը չկատարվի, հետարքիր է, չէ։ Մենք ասում ենք այն ինչ որ Տերը խոսում է, դա կատարվում է, Աստված ամենակարող է, բայց Եբրայեցիս թուղթը տալիս է դրա բացատրությունը։ Եվ ասում է դա օգուտ չտվեց նրանց Աստծո ասած խոսքը, որովհետև նրանց ներսում հավատքի հետ չխառնվեց։ Այսինքն հավատք չդրեցին այդ խոսքի վրա, դրա համար օգուտ չտվեց այդ խոսքը։ Երբ որ Աստված քեզ մի բան ասում է, դա դեռ չի նշանակում, որ կատարվելու է, սիրելիս։ Դու դրա մեջ բաժին ու անելիք ունես։ Դու պետք է հավատքով տեսնես, լսես, միաբանվես եւ քայլես այդ ուղղությունով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Գիտեք, սա էլ ասեմ ու աղոթենք։ Դավիթը երբ որ եկավ Գողիաթի առջև կանգնեց, Գողիաթը համ երևույթն էր իրա խոսում, համ Գողիաթի ձայնն էր խոսում, որովհետև երևույթը խոսում էր Դավիթին, որ դու ոչ մի շանս չունես, 0 ես ու պարտված ես, բայց գումարած դրան Գողիաթը նաև ձայնով խոսում էր Դավիթի հետ, ասում էր «Էսով է որ բերել եք իմ առջև, ես հո շունչ եմ», եւ ասում էր Դավիթին ասում էր «Ես հիմա
քեզ կսպանեմ եւ քո մարմինը կտամ երկնքի թռչուններին։ Այսինքն իմ համար դու ոչինչ ես, մի վարքյանի բան ես։ Եվ երևույթն էր խոսում եւ ձայնն էր խոսում։ Դավիթը կանգնեց այդ երևույթի առաջ եւ այդ ձայնը լսեց, բայց Դավիթի ներսում լրիվ ուրիշ պատկեր էր եւ ուրիշ ձայն էր։ Դավիթը կանգնեց Գողիաթի առաջ եւ ասեց. «Դու իմ առջև եկել ես գեղարդով, նիզակով ու քո սրով»։ Տեսնում էր այդ երևույթը, մեծ Գողիաթի սուրը, որ հետո գրված է եւ ասում է շատ ծանր էր, մարդիկ չէին կարում վերցնեին այդքան մեծ հզոր, հա, Գողիաթի այդ նիզակը, այդ գեղարդը, ամեն բան տեսնում էր եւ Դավիթը հակադարձում է, ասում է դու իմ վրա եկել ես այդ ամեն ինչով, բայց ես քո վրա եկել եմ Տիրոջ անունով։ Հալելույա։ Հետաքրքիր է, որ Տիրոջ անունը Դավիթի ներսում ավելի հզոր էր, քան թե այդ տեսանելի թուրը Գողիաթի։ Եվ սա հավատք է, սիրելին, հավատքի տեսողություն է։ Մարդկայնորեն անհեթեթություն, հիմարություն է, հա, որ դու տեսնես կոնկրետ երևացող նյութական, հա, զենքը կամ այդ վտանգը կամ բան, բայց դու սենց օդի մեջ մի բան ասես, ես էլ Տիրոջ անունով եմ եկել քո առջև։ Դիմացինը եկել է զենքով, թրով, որ քեզ սպանի եւ դու ասում ես ես էլ Տիրոջ անունով եմ եկել քո առջև։ Մարդկայնորեն ծիծաղելի կարա թվա։ Որովհետեւ դա նույնն է ոնց որ օդում խոսած դու։ Բայց Դավիթը իր ներսում շատ հստակ ռեալ տեսնում էր Տիրոջ անվան զորությունը։ Եվ ասում էր կապ չունի դու ինչ կերպարանք ունես, կապ չունի ինչ խոսքերս ինձ ասում, ինչ ձայն, բայց ես ավելի զորավոր մի բանով եմ եկել քո մոտ, քո դեմ։ Իմ ներսում ավելի զորավոր պատկեր ունեմ, քո պատկերը չի, որ ինձ վախացնելու է։ Քո ձայնը չի, որ ինձ վախացնելու է։ Ես էլ քեզ ուրիշ ձայն հիմա կասեմ, որ ես քո գլուխը կկտրեմ եւ կտամ քո մարմինը երկնքի թռչուններին։ Դավիթը հակադարձում է այն ձայնով, որ իր ներսում կար, հոգու ձայնը։ Հալելույա։ Տեր ուզում է, որպեսզի հավատքի հոգին թափվի, սիրելիներս, լեցնի մեր սրտերը եւ գիտես, ուզում եմ, որ ես խոսքը վերցնես եւ գործի դնես, գործնական։ Ոչ թե ստեղից դուրս գաս, մինչև երեկո մոռանաս, այլ վերցրու եւ ինչ որ բան արա այս խոսքի հետ։ Վերցրու այս շաբաթը, մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ եւ գործի դիսա քո առօրյայի, քո կենցաղի մեջ եւ ասա Տեր, այն իրավիճակները, որ կգան իմ առաջ, այն ձայները, որ կգան իմ ականջին, ես որոշում եմ կայացնում հավատքով տեսնել ուրիշ պատկեր եւ հավատքով լսել ուրիշ ձայն, որը քո ձայնն է եւ քո ցույց տված պատկերն է։ Ամեն։ Հալելույա։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր, օրհնում ենք քո փառավոր եւ սուրբ անունը, շնորհակալ ենք հավատքի հոգու համար, հավատքի պարգևի համար, որ դու մեզ տվել ես Տեր, եւ ես աղոթում եմ Տեր, որ ինձանից սկսած ամեն մարմին էստեղ, ամեն անձ լցվի հավատքի հոգով Տեր։ Տեր իմ Աստված, եթե թշնամուն հաջողվել է վնասել, հիվանդացնել մեր տեսողությունը, մեր լսողությունը Տեր, խնդրում եմ, որպեսզի գա քո բժշկությունը, որպեսզի մենք կարողանանք հոգու աչքերով տեսնել քեզ, այն ինչ որ դու ես ուզում անես մեր կյանքերի մեջ, եւ մենք կարողանանք լսել հոգու ականջներով քեզ, այն ինչ որ դու ես խոսում մեր կյանքերի մեջ Տեր։ Եվ մենք կենտրոնանանք ոչ թե երևույթի վրա, այլ կենտրոնանանք քո գործերի եւ քո ձայնի վրա Տեր։ Հալելույա Տեր իմ Աստված, բժշկիր Տեր մեր լսելիքը եւ մեր տեսողությունը
քո ժողովրդի, քո եկեղեցու Հայր, եւ թող հավատքի հոգին լցնի ամեն մեկին, որպիսի Տեր իմ Աստված այս եկեղեցու մեջ եւ այս ժողովրդի մեջ դրսևորվի եւ հաստատվի Տեր հավատքի հոգին եւ այդ հավատքի կյանքը, հավատքի գործերը Տեր։ Հայր իմ Աստված, բժշկիր Տեր, նորոգիր Տեր։ Հալելույա։ Թույլ տուր մեզ, Հայր, տուր այդ շնորհքը տեսնենք եւ լսենք հոգով, տեսնենք եւ լսենք հավատքով, տեսնենք Տեր այն ինչ որ դու մեզ հետ խոսում ես եւ այն ինչ որ դու մեզ ցույց ես տալիս։ Հալելույա Տեր, հալելույա Տեր, հալելույա Տեր, ամեն իրավիճակների մեջ Հայր, ես խոսում եմ, որ գա քո բժշկությունը, եթե կա անհուսություններ, վախեր, տագնապներ, մտահոգություններ, բեռներ Տեր իմ Աստված, ամեն տեսակ չարից դրված լուծ քո ժողովրդի վրա, որը որ սուտ է, որը որ խապկանք է, Տեր իմ Աստված թող Հիսուսի անունով քանդվի, արձակվի ամեն բան, քո զորավոր անունով Հայր, հալելույա, եւ թող գա քո ձայնը, որ ազատագրում է, քո ձայնը, որ ազատ է անում, թող գա քո տեսիլքը Տեր, որը որ ցույց է տալիս իրականությունը, որպիսի ամեն ստերից ազատագրված լինի քո ժողովուրդը Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով Հայր աղոթում եմ, քո տված իշխանությունով Տեր, որպիսի քո հոգին շարժվի հիմա այս վայրի մեջ Տեր, հալելույա Տեր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, սատանա ամեն տեսակ ստեր քանդում եմ Հիսուսի անունով, ամեն ստության լուծ, որ դու դրել ես, ամեն սուտ պատկերներ եւ ձայներ, որ դու տվել ես, քանդում եմ ստության ոգի, կապում եմ քո գործողությունը Հիսուս Քրիստոսի անունով, Աստծո զավակների կյանքից, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա Տեր, եւ թող քո ճշմարտության հոգին, Տեր իմ Աստված, արձակվի մեր կյանքերի մեջ, որովհետեւ ճշմարտությունը ազատագրում է, ճշմարտությունը ազատ է անում Տեր, եւ ճշմարտությունը այն է, ինչ որ մենք տեսնում եւ լսում ենք հոգու մեջ, ոչ թե մարմնի մեջ, Հայր իմ Աստված, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, Սուրբ Հոգի, թող քո բժշկությունը գա քո եկեղեցու, քո ժողովրդի մեջ, Հիսուսի զորավոր անունով, Լեբրամակաթարաբաշայա, Հիրյամաթերեբեշեկերեբեդեյա, Լեբրամակաթարաբասինդարաբասայա, Հորրեբեբեշիդերեբեսեյա, Լոբրամակաթարաբաշիա, հալելույա, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, շարժվիր Աստծո Հոգի, Աստծո Հոգի շարժվիր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Հայր, հալելույա, քեզ դինի փառքը, պատիվը, օրհնությունը, մեծարանքը Տեր, հալելույա, 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 Հիսուս Քրիստոսի անունով թող քո հաղթանակը լինի, քո ժողովրդի կյանքի մեջ, այն հաղթանակը, որը հավատքն է տալիս Տեր, հալելույա, շնորհակալ ենք, փառք ու պատիվ քեզ լինի, Տեր իմ Աստված, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, փառք մեր Աստծուն, Տերը առատորեն օրհնի ձեզ, զորացնի ձեզ,